Արդյոք Ադրբեջանի եւ Իրանի միջև հասունանում է նոր լարվածություն։ Այդ մասին կարծես հուշում են ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները։ Ադրբեջանում ահազանգում են Իրանի հետախուզության նախարարության կողմից Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ASTV-ին թշնամական լրատվամիջոցների ցանկում ներառելու մասին։ Դրան ի պատասխան ադրբեջանական կողմը անօրինական է համարել Ադրբեջանում իրանական պետական Սահար TV հեռուստաընկերության եւ կիսապաշտոնական Mehr News լրատվամիջոցի գործունեությունը։ Ավելին, Ադրբեջանում գործող լրատվության միջոցներին կոչ է արվել ձեռնպահ մնալ իրանական նշալ հարթակների հետ կապերից։ Ադրբեջանական կողմն այդ դիրքորոշումը հուլիսի 27-ին հաղորդել է մեդիաների զարգացման գործակալության միջոցով, որը Սահարի եւ Mehr News-ի գործունեությունը նաեւ Ադրբեջանի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ է որակել։ Տարածած հաղորդագրությանը հաջորդել է ASTV-ի արձագանքը, որը խոստացել է հետայսուևս պայքարել Բաքվին ուղղված իրանական այսպես կոչված ապատեղեկատվության արշավների դեմ եւ հիշեցրել Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանի կոշտ դիրքորոշումները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այլ հարցերում։ Թեհրանը ադրբեջանական գործողություններին դեռևս որևէ կերպ չի անդրադարձել։ Ադրբեջանում լրատվամիջոցների դեմ հերթական գործողությունն է տեղի ունեցել։ Այս անգամ կալանավորվել է Toplum TV աշխատակազմը, որի 9 լրագրող դատապարտվել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Ըստ BBC-ի Toplum TV-ի համահիմնադիրներ Աքիվ Ղուրբանովն ու Ռուսլան Իզետլին դատապարտվել են 15 տարվա, լրատվամիջոցի հիմնադիր Ալեսքեր Մամադլին 14 տարվա, իսկ մյուս աշխատակիցները 12-ից 14 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական մեդիան, որն անկախ լրատվամիջոցի համարում ուներ, հետաքննական լրագրությամբ էր զբաղվում, կենտրոնանալով կոռուպցիոն, ֆինանսական գործարքների, ինչպես նաև ներիշխանական խմորումների մասին բացահայտումների վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև 2024-ին։ Այդ ժամանակ կապարակնքվել էր խմբագրությունը եւ ձերբակալվել խմբագրական ամբողջ կազմը։ Այդ գործողությունը հարուցել էր ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, որը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել իրենց ազատության հիմնարար իրավունքները իրականացնող լրագրողների հետապնդումները։ Ադրբեջանական իշխանությունների գործողությունները չեն վրիպել նաև Եվրոպայի խորհրդի ուշադրությունից, որը քանիցս բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Լրագրողները առանց սահմանների իրավապաշտպան կազմակերպությունը 2026-ին Ադրբեջանը մամուլի ազատության աղյուսակում 180 երկրներից 171-րդ տեղում էր դասակարգել նախորդ տարվա 167-րդ տեղի փոխարեն։ Մեդիայի մասին ադրբեջանական օրենքը արգելում է արտասահմանյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցների գործունեությունը, որը թույլ է տալիս իշխանություններին լրատվամիջոցներին մեղադրել փողերի լվացման եւ ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։ Ադրբեջանում լրագրողների դեմ արշավներն ավելի լայն թափով սկսվել են 2023-ի վերջերից։ Ամենաաղմկահարույց գործերից մեկը Absaz Media-ին էր վերաբերում, որի տարբեր աշխատակիցներ դատապարտվել էին մինչև 9 տարվա ազատազրկման։